Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մնացել է ընդամենը 3 օր։ Մինչ այս պահը կարծես թե նախընտրական քարոզությունն ընթանում էր բնականon հունով, սակայն այսօր արդեն այդ լռությունը խաթարվեց։ Բանն այն է, որ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վաղ առավոտից ընտրական տարբեր շտաբերում խուզարկություններ են իրականացնում։ Օրինակ Մայր Հայաստան դաշինքի ընտրական շտաբում ենթադրյալ կաշառքի գործով։ Կար նաև բերման ենթարկված ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը, որը ժամեր անց ազատ արձակվեց։ Օրվա ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նաև գտնվում էին Մարտուն Գրիգորյանի տանը, այնուհետև նաև մեր քաղաքը դաշինքի ընտրական շտաբում։ Նշեմ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը եւ որդին ձերբակալվեցին, նրանք ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե նրանց վերաբերյալ ինչ գործ է հարուցվել, բայց փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ տարածված այն տեսանյութերը եւ ձայնագրությունները, որոնք վերաբերում են ենթադրյալ կաշառքի գործերին, չեն վերագրվում Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն։ Այս առնչությամբ 24 News-ը Գյումրի քաղաքում իրականացնում է հարցում, պարզելու թե քաղաքացիներն ինչ դիրքորոշում ունեն ընտրություններից ընդամենը 3 օր առաջ տեղի ունեցող այս գործողությունների վերաբերյալ։ Տեղյակ եք, որ այսօր վաղ առավոտից ընտրական տարբեր շտաբերում խուզարկություններ։ Այո, տեղյակ եմ։ Օրվա ընթացքում էլ Մարտուն Գրիգորյանի հայրը եւ որդին ձերբակալվեցին։ Այո, տեղյակ եմ, ես Facebook-ից նայել եմ, տեսել եմ։ Ընդհանրապես ինչպես կգնահատեք։ Շատ վատ։ Ինչպես պետք է գնահատեմ։ Քաղաքացիական պայմանագիրն անում է ամեն ինչ, որպեսզի կողքից ընդդիմադիրներին հանի։ Իսկ հնարավոր են այս իրադարձությունները ազդեցություն ունենան ընտրությունների ելքի վրա։ Չէ, ընդհակառակը կարող է ավելի լավ ձևով ազդի, որովհետև իրենք ցույց տվեցին, քաղաքացիական պայմանագիրը ցույց տվեց, որ ինքը շատ անզոր է, այնպես որ ընդդիմադիրները հույս կա, որ ընդդիմադիրները անպայման կհաղթանակեն։ Ես դոնց այդ գործ ունեմ, հիվանդ մարդ եմ։ Չեք ընտրելու։ Չէ, ոչ եք երթվում։ Գիտեք ինչ, թե այդպես բաներ կա, պետք է շուտ անեն։ Այսօրվա օրը կարիք չկար։ Ավելի ժողովրդին կրկռում են, ավելի ժողովրդի մեջ առաջացնում են ջոգելու։ Իսկ այդ կերպ հնարավոր է ընտրության ելքի վրա ազդեցություն ունենալ կամ քաղաքացիները փորձեն փոխել իրենց կարծիքը։ Ես կարծում եմ, որ Գյումրեցին կայուն մտքի տերմաշտ է, նա չի սխալվի։ Տեղյակ չեմ, ում են ձերբակալել։ Մարտուն Գրիգորյանի հորը եւ տղային։ Հետաքրքիր նորություն էր, ձեզանից իմացա։ Շատ բաց։ Ինչորերից Նիկոլը քայքայեց Հայաստանը ծախեց, մի կուզեք նկարեք, դե համար մեկ է։ Ինչի թող բոլորը խոսան, սաղ տեղերը ծախած է, դուք լավ գիտեք ժողովուրդը, ծախված է։ Տեղյակ չեմ հետաքրքրվում։ Իսկ տեղյակ չեք, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի հորը եւ տղային ձերբակալել են։ Տեղյակ չեմ։ Ես աշխատանքից նոր եմ գալիս, տեղյակ չեմ։ Իսկ ինչպես կբնութագրեք նման երևույթ ընտրություններից 3 օր առաջ։ Չեմ կարող նկարագրել։ Ամենայն դեպս այնքան էլ համաձայն չեմ։ Լսել եմ բանով ռադիոյով, լսել եմ ուրերս ու երևի տես բաներ եղել եմ, որ ասում եմ բան են բաժանել, չէ, ընդրական շարք են բաժանել, լսել եմ։ Հետո մեր Տեղյակ եք, որ նաև Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն ձերբակալել են։ իմացել եմ, մի գնում եմ տունը ռադիոյով լսեմ, տեսնում եմ ինչ է եղել։ Չեմ կարող ասել, դե ամեն գործարք իր նպատակն ունի։ Ինչ գործարք։ Ես չգիտեմ, ինչ որ ստուգել եք, ինչ են նպատակով են ուրեմն։ Ճիշտ ասած չէ, տեղյակ չեմ, աշխատանքի եմ։ Բայց ինչպես կգնահատեք այս ամեն ինչը ընտրություններից առաջ։ Դե ամեն մարդ իր սուբյեկտիվ կարծիքն ունի, ամեն դեպքում, չգիտեմ, միակ ցանկությունս այն է, որ վերջապես խաղաղություն անեն մեր երկրին։ Իսկ կարող են նման օրինակ ձևերով ազդել ընտրողների կարծիքի վրա, որպեսզի փոխեն։ Դե ես հուսով եմ, որ մեր Գյումրեցի ազգը հաստատուն է իր որոշման մեջ, ամեն դեպքում հաջողություն բոլորիս։ Ճիշտն ասած չէ, տեղյակ չեմ եղել։ Իսկ ընդհանրապես ինչպես կորակեք այդ ամեն ինչը, ասում են ընտրություններից առաջ այսպես են անում, որպեսզի ճնշեն թեկնածուներին։
Չգիտեմ, ամենայն դեպս ճնշված չենք զգում։ Չգիտեմ ինչ Տեխնատուներին են ճնշում, ոչ թե քաղաքացիներին։ չեմ կարող հաստատ ասել ոչ մի բան, որովհետև չեմ էլ մասնակցել ընտրություններին։ Ձեր ձայնը չեք կարևորում։ Ցանկություն չկա։ Չեք հավատում, որ փոփոխություն է լինելու, թե որ ձեր ձայնը կարող է որ։ Չէ, չեմ հավատում, որ իմ ձայնը, անձամբ իմ ձայնը ինչ որ որոշում կայացնելու է։ Չէ, չեմ լսել։ Չէ, քեզ մներց եմ, եկե չեմ լսել։ Ես տեղյակ չեմ ու եթե կաշառքի պահել եղնի դեմ եմ։ Պետք է մաքուր քվեարկություն եղնի, մաքուր ընտրություն եղնի, չէ որ վերջը մենք կպայկարենք մեր քաղաքի, մեր երկրի այս մնացած կեղդերին հանելու համար։ Ու հանգարցոր անցավ քփն մեր վիճակը շատ վատ կեղնի։ Ամեն ձևով։ Արդեն հողերը տվինք բրծանք, մնաց լենագանը, կուտանք կպրծնենք։ Հա, ինչ Կրի մեջ կառնի, եթե իրան թուրք են իրան գդրեցին, ուրեմն մենք ընդրել ենք Ալիևին ու Էրդողանին։ Կողքնիկ թուրք է։ Ես կամ բանկսը։ Մարիկ Գրիգորյանի հորը եւ տղային են ձերբակալել այդ։ Տեղյակ եմ։ Ինչպես եք ընդհանրապես վերաբերում ես ամեն։ Դե ինչ ասեմ, ես ոչինչ չեմ ասի, ես կասեմ, որ ես ունեմ իմ նախընտրած տեխնացուն եւ ես իմ ձայնը կտամ նրան։ Ոչինչ ինձ չի խանգարի։ Այսինքն այս գործողությունները, որոնք իրականացում են, մարդիկ կան ասում են իշխանության կողմից է արվում, որպես Ես կլռեմ եւ ոչինչ չեմ ասի, թե ես ում կողմնագից։